Ես ուղղակի սիրահարվեցի Ամերիկային, սիրահարվեցի Կալիֆոռնիային։ Ինչքան էլ մեծ պակասում այդպիսի մարդիկ, որ լուր գործ են անում։ Ամերիկայի դպրոցներով ես հիացած եմ։ Ինձ համար դա միշտ վայրի է եղել Հայաստանում։ Հայաստանի մեծ պլյուսն է եւ Ամերիկայի մեծ մինուսը։ Երեխայի որոշումն է ձախողվել։ Ողջույն, այսօրվա մեր հյուրն է հոգեբան Ասիա Նիգյանը, ով արդեն 4 տարի ապրում է ԱՄՆ-ում եւ այս կարճ ժամանակում նա հասցրել է բացել իր սեփական մանկապարտեզը։ Այսօր նա կկիսվի իր մասնագիտական մոտեցումներով, ինչպես նաեւ ԱՄՆ-ի դրական եւ բացասական կողմերով։ Իսկ դուք բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք մեր նոր զրույցները։ Այցելեք մեր կայք, ինչպես նաեւ հետևեք մեզ մյուս սոցհարթակներում։ Բարև ձեզ Ասիա ջան։ Բարև ձեզ Շուշան ջան։ Շնորհակալ եմ, որ հրավերս ընդունեցիք։ Սիրով, միշտ պատրաստ եմ զրուցել մեր սիրելի հայրենակիցների հետ, մանավանդ այսպիսի կարևոր թեմաներով, որ այժմ պիտի արծարծենք։ Այո, ուրախ եմ ու վստահ եմ հետաքրքիր զրույց կունենանք։ Եկեք պատմեք մեզ, ինչպես եղավ, որ տեղափոխվեցիք ԱՄՆ եւ ինչու հատկապես հենց ԱՄՆ։ 15 տարի մոտավորապես իմ ամուսինը լրացնում էր գրին քարտ։ Ինքը շատ էր ուզում տեղափոխվել։ Ուզում էր փոխել միջավայրը, տեղափոխվել, նոր կյանք եւ այլն, բայց մեզ մոտ չէր ստացվում շահել։ Ես չէի ուզում։ Ես մտածում եմ, մենք Հայաստանում ենք լավ, ամեն ինչ նորմալ է, աշխատում ենք, մենք ունենք տուն, ավտոմեքենա, բոլոր կարիքները հոգացել ենք, երեխաները մեծանում են, ամեն ինչ նորմալ է։ Բայց եկավ մի պահ, որ արդեն ես ինքս հասկացա եւ ինքս որոշեցի, որ ես ուզում եմ փոխել իմ կյանքը, հիմնովին փոխել, զրոյից սկսել։ Իհարկե կան բաներ, որ զրոյից չես սկսի, ինչպիսիք են կյանքի փորձը եւ կրթությունը, մենք միևնույն է մեզ հետ այդ ամբողջը տանում ենքուրել, որ լինենք։ Այդ որոշումը ես կայացրել եմ հոկտեմբեր ամսում եւ մայիս ամսվա կեսերին հաջորդ տարվա ես շահում եմ գրին քարտ։ Ուղղակի ամեն ինչ ձեր ուզելուց էր կախված փաստորեն։ Այո, ինչպես միշտ։ Ես ստացվեց եւ մենք բարեհաջող կազմակերպեցինք բոլոր հարցերը, բայց ասեմ, որ շատ դժվար էր, որովհետեւ COVID-ի տարիներն էին։ Դա 2022 թվականն էր։ Եվ դեսպանատունը այլևս չէր կանչում մարդկանց, չէր հրավիրում հարցազրույցների։ Մեր տեղափոխվելը կարծես 50-50 լինել, կամ կլիներ, կամ չէ, ու չգիտենք ումից է կախված եւ ինչքան կտևի դա։ Բայց ամեն ինչ բարեհաջող եղավ եւ մենք բարեհաջող տեղափոխվեցինք։ Բայց որ եկաք հասակ, ունեիք այնպիսի պահ, որ ասես մտածեցիք, ասեցիք, բայց չէ, էլի պետք էր հանուն այսքան այս ամեն ինչի գալ հասնել ստեղ։ Ոչ։ Իմ սերը Ամերիկայի հետ, իմ սերը Կալիֆոռնիայի հետ եղել է առաջին հայացքից, ու ես չգիտեմ ինչը կարող է կոտրել այս սերը։ Առաջին հայացքից ես մինչև հիմա 4 տարի ամեն Աստծու օր օրհնում եմ այն օրը, երբ իմ ինքնաթիռը իջավ Լոս Անջելեսի օդանավակայանում։ Ես ինչ շատ հաճելի է այս զրույցը, որովհետև ես միշտ խոսում եմ որպես հոգեբան եւ չեմ կարող իմ անձնական կարծիքը հայտնել, բայց այս զրույցը ձեզ հետ Շուշան ջան ինձ համար շատ հաճելի է, որ ես կարող եմ խոսել որպես անձ, որպես անհատ, առանց մտածելու, որ ես հոգեբան եմ։ Այո, առանց մանրակրկիտ կշռադատելու իմ բոլոր խոսքերը։ Ես պարզապես կիսվում եմ, ինչպես որ մտածում եմ։ Այդպես ես ուղղակի սիրահարվեցի Ամերիկային, սիրահարվեցի Կալիֆոռնիային, ու մինչև հիմա այդպես է։ Բայց հետաքրքիր ինչը գրավեց։ Այ որ շատերը ասում են առաջինը հենց այդտեղի ազատությունը ու մեծ հնարավորությունները։ Ձեզ ինչով հենց առաջի վայրկյանին այդ որ դուք ասում եք սիրահարվել եք միանգամից։ Այո։ Ինչը հենց գրավեց։ Երկու գործոն կա իմ դեպքում՝ բնությունը եւ մարդիկ։ Մարդկանց շփվելու ձևը։ Իրականում ամերիկացիք շատ բարեկիրթ են,
շատ քաղաքակիրթ են։ Իրենց համար մեծագույն արժեք է ընտանիքը։ Մեծագույն արժեք է իրենց կրոնը, իրենց ավանդույթները, միասին տոներ անցկացնելը։ Դա իսկական ամերիկացու ամենամեծ արժեքն է։ Ես հանդիպել եմ հայրենասեր մարդ առաջին անգամ իմ կյանքում 2 տարի առաջ Նևադա նահանգում։ Դա մի մարդ էր բավականին տարիքով, երևի 60-65 տարեկանի կողմերը կլիներ։ Եվ այդ մարդը Բոլդեր քաղաքում պատերի վրայից, այդտեղ վայրի բնություն էր, թունելներ էին, վայրի բնություն էր մի փոքր լճափին։ Պատի վրայից ինքը մաքրում էր մարդկանց գրածները, մարդկանց նկարածները, որ տուրիստները եկել են, որոշել են իրենց հետ թողեն, չգիտես ինչու այդ պատի վրա։ Ինքը ուղղակի մաքրում էր։ Այն հարցին, որ մենք իրեն տեսանք ու հարցրեցինք, որ ինքը ինչ է անում, դա իր աշխատանքն է, թե ինքը ինչ է անում, ինչով է զբաղված։ Ինքը ասեց, սա իմ հայրենի քաղաքն է, ես ուղղակի այն մաքուր եմ պահում։ Ժպիտը դեմքին, առանց բողոքելու, առանց այդ մարդկանց վատաբանելու, առանց փնփնթալու, առանց այդ մարդկանց դաստիարակությունից խոսելու, մարդը լուր ժպիտը դեմքին, ուրախ մեզ հետ զրուցելով, ուղղակի որոշել էր մաքուր պահել իր հայրենի քաղաքը։ Այդտեղ ինքը ծնվել ու մեծացել էր։ Ու ես մտածեցի, վաու, այսքան մարդիկ անպագորգոր խոսում են հայրենասիրության մասին, ընտրություններ, ես չգիտեմ, այնտեղ ինչեր են պատմում, որ արել են իրենց հայրենիքի համար, ու այդ ամեն ինչը կռվով իհարկե, պարտադիր։ Բայց ահա իսկական հայրենասերը, որը լուր գործ է անում։ Ինչքան էլ մեզ պակասում այդպիսի մարդիկ, որ լուր գործ են անում։ Ես երբ որ այդպիսի ունենք այդպիսի մարդիկ։ Իհարկե ունենք։ Իհարկե ունենք։ Ես ինքս հենց Հակոբ Նիկոյանին գիտեմ։ Հա։ Ուղղակի ես չեմ հանդիպել, այո, ես չեմ հանդիպել։ Ես շատ տեսնում եմ բողոքող մարդկանց, եւ դա ինձ տխրեցնում է իրականում։ Հա, ճիշտ է։ Եվ տեղը կապ չունի որտեղ այդ մարդը իրականում։ Հա, իհարկե։ Ես ինքս օրինակ չեմ զլանա, հիմա շեշտեմ Հակոբ Նիկոյանի անունը, որ ամբողջ Հայաստանով մեկ ինքը կապ չունի որտեղ, ինչ, ոնց, անդադ աղբը հավաքում է ու ձեր ասած ժպիտը դեմքին երբեք ոչ մեկին չի վիրավորում ու ոնց որ այդ գործ չասեմ, բայց ոնց որ այդ իր գործը լինի, այդքան նվիրված։ Ու ինքը միշտ ասում է, որ ես իմ հայրենիքն եմ, իմ հողն եմ մաքրում։ Եվ դա հրաշալի է, եւ դա կոչվում է հայրենասիրություն, իմ կարծիքով։ Հա։ Նաև ինչ որտեղ մարդասիրություն, էլի, որ ինչ որ մեկին չի վիրավորում, որ վայ նա անգրագետ է, թափել է կամ չգիտեմ։ Ուրեմն այդ մարդիկ էլ դեռ չեն եկել այդ գիտակցության։ Այո, ես միշտ ասում եմ, մարդը ինչ որ անում է, մի բողոքեք, դա իր մաքսիմումն է։ Մարդը վատ է վարում ճանապարհին, դա իր մաքսիմումն է, ինքը դրանից ավել չի կարող։ Մարդը տգեղ է խոսում, դա իր մաքսիմումն է, դրանից ավել դեռ ինքը չի կարող, չի հասկացել, չի սովորել, չի կարողացել։ Դա իր մաքսիմումն է, իրեն ընդունեք հենց այդպիսին։ Լրիվ համամիտ եմ ձեր հետ։ Իսկ լեզվական խնդիրներ, գիտեիք անգլերեն, թե եկաք ու այդտեղ ինչ որ դժվարությունների բախվեցիք, ժամանակի ընթացքում սովորեցիք։ Ես անգլերեն սովորել եմ 7 տարեկանից, դեռ դպրոցում։ Այնուհետև սովորել եմ համալսարանում, այո, այնուհետև պարապել եմ գալուց առաջ արդեն Ամերիկայի համալսարանի դասախոսներից մեկի հետ, որպեսզի ես այդ խնդիրը չունենամ եւ չենք ունեցել։ Հա, իսկ երեխաները իհարկե ով ավելի փոքր է, իրեն ավելի հեշտ է իրենց դպրոց գնալը, սովորելը եւ այլն, այո, երբ որ տղաս փոքրիկս գնաց այստեղ դպրոց, մենք տեղափոխվեցինք ու ինքը գնաց դպրոց։ Չգիտեր անգլերեն տառ անգամ, ոչ մի տառ։ Հա։ Ընդհանրապես 2 տարի հետո ինձ գալիս է նամակ դպրոցից, որ այսուհետ ձեր երեխան ճանաչվում է լեզվի կրող, անգլերեն լեզվի կրող, ինչպիսիք որ այստեղ ծնվածներն են։ Հա։ Ասում իհարկե ընդունակություններն էլ կապ ունեն երեխայի, ցանկությունը եւ այլն։ Մեկին հեշտ է տրվում, մյուսին մի քիչ դժվար։ Իսկ ընդհանուր առմամբ իրենք հեշտ սովորեցին որպես նոր երկիր Հայաստանից հետո։ Ես համոզված եմ,
որ երեխան ունենում է նույն զգացողություններ, ինչ որ իր ծնողը։ Հա, որ արդեն տեսել ծնողները հարմարված են։ Այո, եթե ծնողները ամեն օր հաճույք են ապրում այդտեղ գտնվելիս, գիտեն ինչպես առաջարկվել, չեն բողոքում, սովորում են, աշխատում են, շփվում են, ծանոթանում են, նոր շրջապատ են ձեռք բերում, երեխան իրեն արդեն ապահով է զգում։ Իրականում երեխաները վերցնում են ծնողների զգացմունքները եւ ունենում են այդ նույն զգացմունքները։ Հա, հա։ Հայաստանում իրենք արդեն դպրոց հաճախում էին, որ տեղափոխվել եք, թե տեղափոխվել եք հետո արդեն դպրոց են ընդունվել։ Տղաս նախապատրաստական, իսկ մեծ տղաս 5-րդ դասարան էր։ Հա։ Այ եկեք համեմատենք Հայաստանի ու ԱՄՆ-ի դպրոցները։ Շատ են տարբերվում իրարից։ Ու ձեր համար ո՞րն է ավելի ընդունելու տարբերակ։ Շատ են տարբերվում։ Ամերիկայի դպրոցներով ես հիացած եմ։ Ծրագրով ես հիացած եմ, թե ինչպիսին է կրթությունը։ Գիտեք, Հայաստանում շեշտը երբ որ դրվում է կրթության վրա, երբ որ մարդիկ վստահ են, որ շեշտը դրել են կրթության վրա, իրենք երեխային տալիս են այսքան գրքեր ամեն օր եւ ստիպում են այդ բոլորը կարդալ, ստիպում են, որ պետք է ստուգել, որ պետք է անպայման երեխան լավ սովորի, բոլորը հետևում են, ճնշում են ծնողին, ճնշում են ուսուցչուհուն, ճնշում են երեխաներին, այդ անդադար ճնշումը արդեն կոտրում է երեխայի ցանկությունը սովորելու։ Մոտիվացիան էլ կորում է։ Այո, այո։ Իսկ Ամերիկայում այսպես է դրվածքը։ Երեխայի որոշումն է ձախողվել։ Երեխան իրավունք ունի ձախողվելու։ Կողքի նստած երեխան չգիտի իր կողքի նստած երեխան ծույլիկ է թե գերազանցիկ, լավ է սովորում թե վատ։ Ոչ մեկ չգիտի, դա ոչ մեկի գործը չի։ Չի պիտակավորվում եւ ոչ մի երեխա։ Ծնողական ժողովին ոչ մի ուսուցչուհի չի շեշտի երեխայի գնահատականը, վարքը, ինչպես է նա սովորում։ Ոչ ոք չգիտի այդ մասին, դա խիստ կոնֆիդենցիալ ինֆորմացիա է, այդ հարցերը քննարկվում են մանկավարժի եւ ծնողի միջեւ գրավոր։ Ինձ համար սա բարձր մակարդակ է։ Ես շատ կուզեի այս ամենը լիներ Հայաստանում, բայց ես գիտեմ, որ բոլորը չեն լինի ինձ հետ համամիտ, այն որ դա երեխայի իրավունքն է օրինակ ձախողվելը, որ ինքը պարտադիր չի լինի սովորող, լավ սովորող եւ այլն, կամ խիստ գնահատեն, հետո ասեն, գիտես գնահատական այս կյանքում կարևոր չէ։ Ուրեմն ինչի համար ենք այս ամբողջը անում։ Ինչու ենք մենք ուրեմն այդքան խիստ գնահատում երեխային, հետո ասում, որ դա կարևոր չէ։ Շատ ճիշտ եք։ Բայց լավ, այդտեղ այսքան երեխաները այդքան էլ ուշադիր չեն գիտության, գիտելիք ստանալու այդ հարցին։ Ուշադիր երեխան է։ Ընդունակը սովորում է։ Խելացին առաջ է գնում։ Զգտողը զգում է մրցակցություն, ինքն իրեն առաջ է մղում։ Պարապում են տարբեր առարկաներ։ Ինչպես եւ ամեն տեղ։ Չէ՞ որ երեխաներ, որ հասնում են ինչ-որ տարիքի, նոր հասկանում են կրթության դերը այս կյանքում։ Անգամ չափահաս մարդիկ կան, որ դառնում են չափահաս, նոր հասկանում են կրթության դերը մեր կյանքում։ Հա։ Իսկ դասապատրաստում, որ օրինակ այդտեղ դպրոցից եկավ տուն, պետքա գնա դասապատրաստման, ունեք այդ մշակույթը, թե չէ։ Այո, անպայման։ Այդ մշակույթը կա, լավ տարածված է եւ դա հրաշալի է, բայց մի հետաքրքիր բան ձեզ ասեմ տնային աշխատանքների հետ կապված։ Ուրեմն, եթե համեմատենք Հայաստանում տնային աշխատանքները այսքան են, դպրոցում դասը այսքան։ Հա, միջև քնելը տնային են քանում։ Այո։ Եթե իհարկե պատրաստվում են քնելու, ես մարդիկ գիտեմ, որ քնի հաշվին են տնայինները արել, ինձ համար դա անընդունել է։ Իմ համար էլ, հա։ Իսկ Ամերիկայում ծնողական ժողովներին ուսուցչուհին ասում է այսպես. եթե ձեր երեխան գալիս է տուն եւ ինքը ունի շատ տնային աշխատանք, ուրեմն ինչ որ բան այն չէ։ Ինչ որ խնդիր կա, կապվեք ինձ հետ, մենք քննարկենք ինչումն է խնդիրը։ Ուրեմն ինքը դասարանում բավականաչափ աշխատանք չի տանում։ Ինչ որ բան այն չէ, կապվեք ինձ հետ։ Տնային աշխատանքը պիտի լինի այսքան, իսկ դպրոցինը այսքան։ Սա նույնպես ես համարում եմ բարձր մակարդակ կրթական ոլորտում։
Հա, իհարկե։ Բայց մի րոպե ինքը չի հանձնարարել տնայինը, որ պետքա լինի այսքան։ Բա ես ինչ իմանամ, չէ՞ որ տետրը բացրել, տեսել եմ ինքը Եթե այսքան է հանձնարարել։ երեխան բերում է շատ տնային աշխատանք, այսինքն ժամեր են պետք այն կատարելու համար, կասկածելի շատ տնային աշխատանք, դա նշանակում է, որ ինքը դպրոցում իր գործը չի արել, Չի եղել։ Հա, դա դասարանական աշխատանքն է եկել տուն, հա, պատկերացրի։ Այո, Հա։ դա պետք է արվեր մանկավարժի հետ, ոչ թե ծնողի։ Այստեղ դրվածքը այսպես է. ինչի համար է ծնողը։ Միասին ժամանակ անցկացնելու, միասին զբոսնելու, ուզեք գիրք կարդացեք, ուզեք ուսուցմամբ զբաղվեք, ուզեք գնացեք բակ, ուզեք հեծանիվ վարեք, ինչ կուզեք, ծնողը դրա համար է, որ սեր տա, որ կարողանա դաստիարակել, սովորեցնել հմտություններ եւ ոչ թե ամբողջ օրը անել այն դասերը, որ պետք է արվեն դպրոցում։ Ու տարբեր մասնագետներ։ Երբեմն այդ հարցը չէ քննարկվում, որ ո՞նց է լինում, մի ծնողը պետքա բոլոր առարկաներից տեղյակ լինի, որ իր երեխայի հետ տնայինները անի, պատրաստի ուղարկի, բայց դպրոցում ասենք այդ ամեն ինչը տարբեր մասնագետներ են պարապում, էլի։ Դա ծնողին ճնշելու ձև է։ Հա, այո։ Դա ծնողին ճնշելու ձև է։ Հա։ Այո, օրինակ այստեղ համալսարաններում լրիվ այլ է վիճակը։ Այնպես չէ, ինչպես որ ես խոսում եմ դպրոցների մասին։ Հա։ Ինչքան մեծ է երեխան եւ ինչքան նա դառնում է չափահաս, այդքան ավելի խիստ են պահանջները իր նկատմամբ։ Եվ քննություններ, եւ դասեր, եւ թեստեր, ամեն ինչ ավելի խստանում է տարիքի հետ։ Եվ ինչքան փոքր է երեխան, իրեն չեն ճնշում։ Որպես անկապ ճիշտ է ձևավորվում, էլի։ Այո, այսինքն նա պատասխանատու դառնում է, երբ որ արդեն իսկապես պատասխանատու է։ Այո, գիտակից։ Ինքը արդեն եթե համալսարանում է հայտնվել, ինքը պետք է անի մինիմալից ավել։ Հա։ Համալսարաններն են բոլորը երևի անվճար։ Չէ՞։ Ոչ, բոլորը չեն անվճար, եւ ոչ բոլորի համար, նաեւ քոլեջները։ Բայց եթե մարդը տեղափոխվել է եւ ունի ցանկություն սովորելու, քոլեջը տալիս է այդ հնարավորություն անվճար սովորելու։ Հա։ Օրինակ լեզու։ Հա։ Եկեք համեմատենք հոգեբանության ոլորտը, դե որ ասեցիք Հայաստանում եք հոգեբան աշխատել ու այդտեղ էլ հոգեբան եք աշխատում։ Նախ հետաքրքիր է իրենք հենց Հայաստանի ոնց որ այդ լիցենզիայով այդ ստանդարտով միանգամից ձեզ ընդունեցին, թե պետք է մի հատ էլ ԱՄՆ-ում այդ թույլտվությունը վերցնեիք, հետո նոր աշխատանքի ընդունեիք։ Այդ հատվածը հետաքրքիր է։ Ոնց ստացվեց։ Նայեք, Հայաստանում օրվա առաջի կեսին ես եղել եմ ավագ խմբի դաստիարակչուհի։ Օրվա երկրորդ կեսին ես եղել եմ հոգեբան։ Երբ որ ես եկա, օրվա առաջի կեսին կրկին դաստիարակչուհի էի ավագ խմբում, օրվա երկրորդ կեսին արդեն հոգեբան։ Այդ ժամանակ, երբ որ ես աշխատում էի ուրիշների մոտ, ունեի տնօրեն, ինձ լիցենզիա պետք չէր։ Հետագայում ես որոշեցի բացել իմ մանկապարտեզը։ Եվ այդ ժամանակ արդեն լիցենզիան պարտադիր էր։ Եվ քանի որ ես չունեի լեզվի խնդիր, ես կարողացա ձեռք բերել իմ լիցենզիան։ Այո, եւ քանի որ հիմնականում ես աշխատում եմ երեխաների եւ իրենց ծնողների հետ, այդ լիցենզիան հնարավորություն է տալիս իմ տարածքում ծավալել այդ գործունեությունը։ Հա։ Այո, լինել եւ տնօրեն, եւ մանկավարժ, եւ հոգեբան, եւ հեշտ է ստացվել այսինքն։ Ինձ համար այո։ Ընդհանուր, բայց շատ են տարբերվում սկզբունքները, օրինակ Հայաստանում ուրիշ մեխանիզմով էիք աշխատում, ուրիշ ձևով էիք ձեր աշխատանքը տանում, ԱՄՆ-ում սկզբունքը ուրիշ ձև է, թե ամեն դեպքում նույն ոճով եք աշխատում, նույն ձեռագրով եք առաջ շարժվում։ Հոգեբանությունը ոչ, ես տարբերություն չեմ տեսնում։ Կա խնդիր, կա լուծում, կան խնդրի լուծման տարբերակներ, որ միասին մենք կարող ենք մշակել։ Իսկ մանկավարժության ոլորտում ես տեսնում եմ տարբերություն։ Հա, օրինակ։ Նայեք, հարգանքը հարգանք է։ Այո, մանկավարժը հարգանքը վայելում է, երբ որ իր աշխատանքը շատ նորմալ ձևով անում է։ Բայց այստեղ հայ մամաները, ընդհանրապես հայ ծնողները, կարծես անօրենությունից տեղափոխված լինեն օրենքի երկիր եւ ամենատգեղ ձևով ուզենան օգտվել դրանից։ Այսինքն, եթե մի չնչին բառ իրենց դուրս չգա, իրենք
անմիջապես ասում են, որ լավ կլինի դուք վախենաք մեզնից, որովհետև մենք կարող ենք բողոքել։ Սա մի գիծ է, որ ես սա չեմ տեսել Հայաստանում, սա տեսնում եմ միայն այստեղ։ Մարդիկ կարծես նոր են օրենք տեսել։ Բայց մենք մանկավարժներս այստեղ բոլորս ունենք վերապատրաստումներ, որոնք ըստ որոնց մենք ենք հետևում երեխաները արդյոք արհամարանքի չեն արժանացել տանը, արդյոք բռնության չեն արժանացել տանը, եւ շատ ծնողներ չգիտեն, որ երբ որ իրենք ասում են մենք կբողոքենք, իրականում բոլորս էլ կարող ենք բողոքել եւ բոլորիս խոսքն էլ ունի արժեք։ Երբեք չես իմանա ում ընտանիքում ինչ է կատարվում։ Բայց երեխայի հետ ստացվում է գտնել, չէ՞, այդ բանը, եզրը, որ ինչ է կատարվում ընտանիքում։ Ամեն դեպքում, բայց ստացվում է հայ մամաների հետ, որ ասում լեզու գտնել էլի, գալ ինչ-որ մի կառուցողական լուծման։ Այո, եւ հեշտությամբ, որովհետեւ հայ մամաները ինձ համար հասկանալի են։ Ես հիմնականում աշխատում եմ հայ մամաների հետ, ինձ ասում են ինչի օտար երկրացիների հետ չես աշխատում։ Ասում եմ սիրով, բայց ես չգիտեմ իրենցից ինչ սպասել։ Հայ մամաներից ես միշտ գիտեմ ինչ սպասել։ Միշտ գիտեմ ինչ պետք է սպասեմ իրենցից։ Իրենք ինձ համար կանխատեսելի են եւ դա շատ հեշտացնում է իմ գործը։ Ընդհանրապես ես կարծում եմ, որ երբ որ մարդու հետ գործ ունի, դա ամենալավ հատկանիշն է, կանխատեսելիությունը։ Երբ որ դու գիտես այս մարդուց ինչ սպասես։ Եվ այդ առումով հեշտ է։ Այո, իհարկե, մեր հայկական ավանդական մուննաթը, հայկական ավանդական շնորհակալություն հայտնելը, պատվել, բարձրացնել միջև երկինք, գցել ցած մինչև հատակ, ամեն ինչին պատրաստ ենք։ Բայց հետաքրքիր է, երևի նոր տեղափոխված մարդկանց մասին է, չէ՞, այդ ամեն ինչը, որովհետև մտածում ես, դե եթե մարդը արդեն Հայաստանում այդ ամեն ինչը տեսել է, տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ այդ երևույթները չկան, ընդունված չեն, չէ՞, ասենք այդ ձեր ասած մուննաթը կամ մնացած վատ երևույթները փոխվում են, չէ՞, ժամանակի ընթացքում մի քիչ ոնց որ այդ ամերիկյան ձևով հագնվեն, ավելի քաղաքակիրթ պահեն, թե չէ, ամեն դեպքում մեկ այն որ ասում են կարմիր կովը իրակաշին չի փոխում, այդ տարբերակն է մնում մեր մոտ։ Նայեք, հագուկապը ինձ համար երկրորդական է իրականում։ Ես մարդու համեստությունը կամ այլակերպությունը երբեք չեմ որոշել հագուստով եւ չեմ էլ պատրաստվում։ Այո, արտաքին հագուստ եւ այլն։ Դա ինձ համար կարեւոր չէ։ Բայց ես գիտեմ մի պարզ ճշմարտություն։ Եթե մարդը հաճախ է շնորհակալություն հայտնում, բարեկիրթ է իրեն դրսևորում, ամեն երկրորդ խոսքը ներեցեք, խնդրում եմ, ուրեմն ինքը արդեն երկար ժամանակ է Ամերիկայում։ Եթե ինքը չի սպասում, որ ես իրեն պետք է խաբեմ կամ կեղծեմ, ինչ որ նման խարդախություն, եթե ինքը չի սպասում, ուրեմն ինքը վաղուց Ամերիկայում է կամ ծնվել է այստեղ։ Ինչու՞ է բայց պայմանավորված, որ մենք այդպես ենք, հետաքրքիր օրինակ ձեր կարծիքը որպես հոգեբան։ Մենք ինչի այդպես ենք, հետաքրքիր ասենք ամեն դեպքում որ ասենք շատ ոչ քաղաքակիրթ ազգենք այդպես էլ չի։ Հոգեբանական առումով ես այսպես եմ պատկերացնում։ Նկատել եմ, ես Հայաստանում նկատել եմ, որ ով կարողանում է լավ խաբել, ինքը լավ է զգում դրանից, որ կարողացավ լավ խաբել։ Ինչ է դա նշանակում։ Թարգմանաբար, ենթագիտակցական հոգեբանական մակարդակով նշանակում է մի քայլ առաջ, մի քայլ վերև լինել, ես կարողացա քեզ խաբեմ։ Ես մի քայլ բարձր եմ, ոնց են ասում խոսակցականով վերխ վերցնել, այդպես են ասում։ Հենց այդ զգացողությունն է, որ մարդը զգում է։ Դա ես ուղղակի իմ ուսումնասիրություններից եմ ասում, ինչպես որ ես եմ նկատել։ Բայց հետաքրքիր է, տեսեք ձեզ գրավել է, որ ասում եք այն մարդը, որ պատրաստամիշտ ներողություն խնդրել սխալի համար, շնորհակալություն հայտնել կամ ձեզ գրավել է, չէ՞, այդ հանգամանքը։ Մենք էլ ենք Հայաստանում, չէ՞, սիրում, երբ որ մեզ հետ այդքան քաղաքավարի են շփվում։ Բայց ո՞նց է լինում, որ ամեն դեպքում մեծամասնությունը այն հակառակ ձև է։ Բոլորիս այնից է դուր գալիս, բայց շատերը այն վատ տարբերակով են առաջ գնում, էլի։ Այդ հոգեբանական պահը այնքան հետաքրքիր է, ինչով է բացատրվում։ Կա լուծում դրա մեջ։ Դա հոգեբանական պահ չէ։ Ուղղակի դա սիրակություն երևի։ Դա ուրիշ է։
դա ուրիշ է, այո, դաստիարակություն եւ այն միտքը, որ ինչքան գռեհիկ ես, այնքան ավելի արագ ձեռք կբերես հարգանք շրջապատում։ Ինչու, որովհետեւ մեծամասնությունը հենց այդպիսին են, գռեհիկ են։ Հա։ Գոռալով հարց լուծել, քննարկման ժամանակ ձեռքերով բացատրել եւ բարձր տոնով հասնել նրան, որ դու դուրս կգաս ճիշտ։ Ինձ համար դա միշտ վայրի է եղել Հայաստանում։ Հա, իհարկե։ Բայց այդպես է։ Փոքրամասնություն են կազմում իսկապես բարեկիրթ մարդիկ։ Հա։ Իսկ այդտեղ հակառակն է, չէ՞, որ սենց նայում եք ու հիանում եք։ Այստեղ անգամ կողքովդ անցնելիս են ասում, sorry, excuse me, ուղղակի պարզապես մարդը կողքովդ անցնում է։ Հայաստանում շատ է ճնշումը։ Ճնշում են աղջիկներին հագու կապի համար։ Կանանց են ճնշում վարքի ձևերի համար, անընդհատ այդ ճնշումը կա, անընդհատ այդ մեծ հսկա հայրիշխանությունը, որը ինչ-որ օրենքներ է հորինել եւ որը հիմնված է ճնշելու վրա։ Այստեղ ես տեսնում եմ եւ կանանց, եւ աղջիկների հագած ու ոչ մի բան չհագած, ոչ մեկ իրենց չի նայում անգամ եւ ոչ ոք իրեն իրավունք չի վերապահի երբեք անել նկատողություն։ Գնահատականներ կան։ Գիծաշրջազգեստի երկարության վրա հիմնվելով գնահատել մարդու բարոյականությունը։ Իմ կյանքում հանդիպած ամենազարհուրելի մարդիկ, կանայք, եղել են այսպես փակ հագնված կանայք, պարկեշտ, առանց դիմահարդարման, ու ինչեր են իրենք արել, ինչեր եմ ես տեսել։ Այստեղ ոչ ոք իրավունք չունի, կապ չունի, դու տղամարդ ես, դու կին ես, սեռ ընդհանրապես կապ չունի, դու մարդ ես եւ մյուս մարդուն չես կարող նկատողություն անել։ Այդտեղ մարդաշատ են, դրա համար չեն հասցնում, ոնց որ մարդկանց բաժանեն լավ ու վատի, պիտակավոր են, տեսակավոր են, չէ, երևի մենք քիչ ենք դրա համար, ոնց որ մեր մեջ ընդունված չէ։ Այդ միտքը ընդհանրապես ընդունված չէ։ Այո, որ կարելի է ինչ-որ մեկին նկատողություն անել, օրինակ, ինչ-որ մեկը որոշել է կիսամերկ դուրս գալ փողոց։ Ում ինչ գործն է։ Տղամարդիկ չեն նայի, ոչ մի մեկնաբանություն չեն թողնի, երբեք չեն ասի, ով է իր ամուսինը, ինչպես է այսպես ստացվել, քննարկումներ եւ այլն, ոչ մեկի գործը չէ դա։ Բայց եկեք ընդունենք, որ ոնց որ ժամանակի ընթացքում այդ գույները քիչ-քիչ թողնում է, չէ՞, որը ասենք օրինակ 10 տարի առաջ կամ 20 տարի առաջ Հայաստանում այս ձևեր, հիմա էլ այս ձև, այդ ձև չի, չէ՞։ Մի տեսակ արդեն ոնց որ սովորական նայենք շատ երևույթների, չէ՞, նույն աղջիկների մազերը կապույտ կներկեն, կարճ կհագնվեն, թեկուզ ասենք հիմա ձեր ասած կիսամերկ են հագնվում, արդեն միգուցե էլի ասում էին, բայց այդքան շատ խիտ չեն, չէ՞ գույները։ Նայեք, ես կարող եմ խոսել Երևանի մասին, եւ այո, փոփոխություն կա։ Ամբողջ Հայաստանի մասշտաբով ես չեմ կարող խոսել։ Չգիտեմ, 4 տարի առաջ, երբ որ ես Երևանում էի, դեռ բոլորին քննարկում էին։ Հետո ինտերնետում մի քիչ ուրիշ ձև է այդ ամեն ինչը հասկացում, բայց որ դուրս ես գալիս փողոցով ես քայլում, ոնց որ ինտերնետում գտնվող կյանքը իրական կյանքի հետ չբռնի։ Միգուցե Միգուցե։ Լավ, իսկ հետաքրքիր է ձեր երեխաների փորձում եք հայկական դպրոց տանեք, որ ամեն դեպքում չկտրվեն մեր արմատներից, մեր գրերը, մեր պատմությունը, ընդհանուր ավանդույթները իրանց մեջ մնա, թե արդեն էլ չեք հասցնի։ Նայեք, իմ երեխաները հաճախում են ամերիկյան պետական դպրոց, բայց հայկական համայնքում։ Հա։ Եվ հայկական համայնքում գտնվելը հայ ուսուցիչների հետ, հայ ընկերների հետ արդեն իսկ որոշիչ գործոն է։ Հա, այսինքն այդ դպրոցում ուսուցիչները հայեր են։ Եվ հայեր եւ օտարերկրացիներ տարբեր են։ Այո, հայեր էլ կան, օտարերկրացիներ, բայց ընդհանուր համայնքը, քանի որ հայկական է, դպրոցի 80%-ը հայ են։ Հա։ Բայց դպրոցը պետական ամերիկյան դպրոց է։ Ես ճիշտ ասած դեմ եմ, որ մարդիկ տեղափոխվեն Ամերիկա ու երեխաներին տան մասնավոր հայկական դպրոց։ Ինձ համար դա անհասկանալի է։ Ուրեմն ինչու եք տեղափոխվել։
Դե որ չկտրվեն արմատներից, հայկական արժեքներից։ Հա, հասկանում եմ։ Ուղղակի մենք այդ խնդիրը չենք ունեցել, քանի որ եղել ենք հայկական համայնքում։ Հա, այսինքն Մոտակայքում։ եթե պետք լինի ձեր երեխաները հայերեն տառերով միևնույնն է իրենց միտքը կշարադրեն, կգրեն ու հայերեն հասկանում են խոսել։ Այո, որովհետև ինքը գնացել է Հայաստանում դպրոց, փոքր տղաս դեռ ասում է, որ ցանկություն չունի հայերեն տառերը սովորելու, բայց ես կարծում եմ դա ժամանակի հարց է եւ քանի որ ինքը շատ ընդունակ է, կարծում եմ մի քանի ամսում կարելի այդ գործը գլուխ բերել հեշտությամբ։ Հա։ Բայց տանը միևնույնն է հայերեն եք շփվում։ Այո։ Իսկ իրենց առաջին լեզուն հայերենն է։ Հա։ Փորձում եք հայկական կերատեսակներ պատրաստեք, որ էլի ոնց ասած հայկականի մեջ պահեք։ Թե ամերիկյան խոհանոցը արդեն ոնց որ ձեր ընտանիքի համար սովորական է դարել, հարմարվել են։ Հայկականը միշտ մեզ հետ է, որովհետև այն մեր քիմքին ծանոթ է, երեխաները սիրում են, այդպես։ Ամերիկյանը նույնպես, կորեականը նույնպես։ Ամենակել մարդկանց հարց եք տալիս։ Չէ, իհարկե, նայ, քանի որ ես մանկապարտեզ ունեմ, մեր խոհանոցը առաջնային հարց է։ Եվ ինչ է մտնում այդ խոհանոց, մթերքները, սնունդը եւ այլն։ Օրինակ ամերիկյան մշակույթում ընդունված չէ սուպիկներ, ճաշիկներ, որ մենք սիրում ենք, պատրաստում ենք եւ երեխաներին անպայման տալիս ենք, որ ունենան առողջ աղեստամոքսային տրակտ եւ համակարգ։ Բայց մեր պարտեզում դա ընդունված է, որ անպայման պետք է լանչին լինի ճաշիկը, մեր հայկական նույն պոմիդորով ձված ձեղը, նույն տոլմաները, ինչպես կարելի է հրաժարվել, իհարկե եւ ընտանիքում եւ պարտեզում հայկական խոհանոցը անպակաս է։ Հա։ Բայց հետաքրքիր է, եթե իրենց մանկապարտեզում ընդունված չի, որ պետքա սուպիկ լինի կամ ճաշիկ լինի, տենց դուք եթե շեղվում եք ծրագրից, պլաններից, այդ արդեն խնդիր չի լինում։ Մենք պետական մանկապարտեզ չենք։ Մենք մասնավորը ինքն է որոշում։ Այո, ես որպես պարտեզի տնօրեն որոշել եմ, որ մեր պարտեզում պետք է լինեն ամեն օր տնական պատրաստված ճաշիկներ։ Հա։ Դե քանի որ մամաներդ էլ հայ են, այն որ լրիվ երկու ձեռքով կողմից, այո, շատ ողջունելի է իրենց կողմից, որ երեխաները ամեն օր ունեն թարմ ճաշիկ։ Ահա։ Բայց ունենում եք ինչ-որ ժամեր հայկականությունը պահելու հետ կապված այդ երեխաների հետ։ Թե արդեն շեշտը դրա վրա դրված չի։ Դրված է, իհարկե դրված է, այո։ Իրենք անպայման սովորում են դրոշի գույները, զինանշանը, ինչ է պատկերված, սիմվոլները, նշում ենք անպայման հայկական տոնօրերը, անկախության օր, բանակի օր, նշում ենք սգո օրերը, ամեն տարի օրինակ ապրիլի 24 ենք նշում, ծաղիկներ հուշարձանին եւ այլն, պարտադիր այդ ամբողջը։ Նշում ենք, որ մենք հայ ենք, մենք սերում ենք Հայաստանից, եւ մնացածը արդեն ըստ ծրագրի ամեն տարի կոնկրետ օրեր պարտադիր նշում ենք ու սովորում ենք այդ օրվա հետ կապված սիմվոլներ եւ նշաններ։ Հիանալի։ Ինչը կբերեիք Հայաստանից ԱՄՆ ձեզ մոտ, որպեսզի ձեզ ավելի ամբողջական զգայիք։ Ինչն եք կարոտում, որ պակասում է այդտեղ։ Հա, հենց դուք։ Կոնկրետ ձեր համար։ Չկա այդպիսի բան։ Միգուցե ծնողներին, եթե իրենք ցանկություն ունենան, եթե գան, տեսնեն, հավանեն երկու կողմի տատիկ-պապիկներին։ Հա։ Այսինքն չկա այդպիսի մի բան, որ անհամբեր սպասում եք, որ գաք Հայաստան, ծնողներից բացի լավ, որ այդ մի բանը հասնեք, տեսնեք, գրկեք կամ, չգիտեմ, վայելեք, ճաշակեք։ Եթե ես գամ Հայաստան, ես կկարոտեմ իմ Կալիֆոռնիան։ Հա։ Այո, եթե ես գամ Հայաստանին։ Նման է, այո, շատ նման է։ Լանդշաֆտները, սարեր, ձորեր, ջրվեժներ, մեր Հայաստանի բնությանը շատ նման է։ Բայց այդտեղ կա այն, ինչ ես սիրում եմ իսկապես։ Դա խոնավ օդն է։ Օվկիանոսի մոտի խոնավ օդ է եւ այն բնությունը, որ այդ խոնավությունից անդադար աճում է։ Եթե ես գամ Հայաստան, ես կկարոտեմ այստեղի իմ տունը, ես կկարոտեմ այստեղի
պայմանները կկարոտեմ շատ։ Հա։ Կկարոտեմ Իրոք սիրել եք փողոցները։ ԱՄՆ-ն։ Այո, երբ որ ես ապրում էի Հայաստանում, երկար տարիներ իմ մոտ տարօրինակ զգացողություններ։ Ես մարդկանց ասում էի, ժողովուրդ, ես սխալ տեղ եմ ծնվել, ես իմ տեղը չի, ես պետքա ուրիշ տեղ ծնվեի։ Ասում եմ, որտեղ, ասում եմ, չգիտեմ, ես չգիտեմ, բայց ես իմ տեղը չի, ես տեղ պետքա չլինեմ, ես պետքա լինեմ ուրիշ տեղ, ես իմ տեղը չի։ Ինձ էլ էր հետաքրքիր այդ որտեղ է այդ տեղը, որ ես կզգամ ինձ, որ ես այստեղ լավ եմ եւ սա իմ վայրն է, սա իմ տեղն է։ Միայն տեղափոխվելուն պես ես հասկացա ես որտեղ պիտի ծնվեի։ Հետաքրքիր է։ Ու ինչ կարևոր է, որ դուք գտել եք ձերը։ Այո, այո։ Բայց փորձել եք Հայաստանում այդ ձեր ասած ձեր հենց սեփական մանկապարտեզը բացեիք ու որը հենց ձեր սկզբունքով աշխատեցնեիք։ Միգուցե Հայաստանում բացեիք մանկապարտեզ, էլի դուք ձեր տեղը գտնեիք։ Այո, ես ասեմ ավելին, այսուհետ ես որտեղ էլ լինեմ, ես ունենալու եմ իմ մանկապարտեզը։ Անգամ Աֆրիկայում եթե հայտնվեմ, որ ապրեմ, ինչ իմանաս, ինչ կպատահի, միգուցե։ Միևնույն է, ես ունենալու եմ իմ մանկապարտեզը։ Կապ չունի որտեղ կլինեմ։ Շատ պատասխանատու գործ է, չէ՞։ Շատ պատասխանատու, այո, շատ։ Շատ անհամեմատ։ Ծնողների հետ շփվելը մեկ հարց, երկրորդ էլ երեխաներն է, որ ցանկացած պահի Աստված հեռու պահի, բայց է որ մի փոքր խնդիր ու դե արի ու տակից դուրս արի։ Այո, որովհետև իրականում ամենաառաջնայինը երեխաների անվտանգությունն է։ Ամենաառաջնայինը, ամեն ինչից նախ եւ առաջ։ Ծնողների հետ այո, բարդ է։ Տարբեր մարդիկ են, տարբեր սպասումներ ունեն, տարբեր մտածելակերպ, բայց ես ունեմ մի սկզբունք։ Ինչ էլ որ պատահի, պետք է խոսել, պայմանավորվել շատ բարեկիրթ, քաղաքակիրթ ձևով։ Դե ԱՄՆ-ում այդ մի քիչ հեշտ կլինի ինձ թվում է, բայց Հայաստանում էլ եք աշխատել, չէ՞, էլի մանկապարտեզում մի քիչ ինձ թվում է դժվար է ամեն դեպքում ծնողների հետ, չէ՞։ Այստեղ մի տեսակ ավելի պահանջատիրական են մամաները։ Նույն ձևի, տարբերություն չկա։ Ուղղակի ասում եմ, այստեղ մարդիկ օրենք են տեսել եւ չեն զլանում եւս մեկ անգամ ասել, որ ես կարող եմ քեզ վնասել, դու ինձնից վախեցիր, ես կարող եմ բողոքել։ Դա միակ կետն է, որ Հայաստանում ես չեմ հանդիպել, այստեղ շատ ցնցիանալի օգտագործում են մարդիկ։ Բայց ասում եմ, չէ՞ որ մենք էլ ենք ապրում, բոլորս էլ ապրում ենք Ամերիկայում, բոլորս էլ ունենք իրավունք, տեղյակ ենք, այո, այդ բողոքելու տեղը բոլորս էլ գիտենք։ Այս 4 տարվա մեջ եկել եք Հայաստան։ Ունեցել եք այց։ Նպատակ ունեք, բայց թե ուղղակի թղթաբանության հետ կապված։ Ոչ մի խնդիր չկա թղթաբանության հետ կապված։ Հա, ուղղակի ցանկություն չկա։ Ասում եմ, այս սերը առաջին հայացքից, այս երկարատև սերը չի թողնի, որ վերադառնամ։ Ես ուղղակի կկարոտեմ իմ Կալիֆոռնիան։ Իմ Արիզոնան կկարոտեմ, Յուտան կկարոտեմ, Նիվադան կկարոտեմ։ Հետո էլ ուրիշ նահանգներում կլինեմ, նրանք կկարոտեմ։ Իսկ երեխաները որ օրինակ իրենց համար sense երբեմն քնելուց հիշեն ասեն մամ գիտես այ Հայաստանում այս բանը sense շատ եք կարոտում այդ մի բանը կա ունեցել եք այդպիսի օրենք մեծ տղայիս մոտ նկատում եմ դա որ ինքը կարոտում է կուզեր գնալ տեսնել եւ ես չեմ խոչընդոտում այո ասում եմ դու այնտեղ ունես տուն դու այնտեղ ունես հարազատներ բարեկամներ երբ ուզես ճանապարհը ազատ է, ոչ մի խոչընդոտ։ Դե բայց հո մենակով չի գա։ Մենակով չի գա։ Ուզած չուզած դուք եկեք ու կկարոտեք։ Դե միգուցե մի օր, չգիտեմ։ Ամեն դեպքում դեռ 4 տարի դեռ նոր եք գնացել էլի, չէ՞, երևի ավելի շուտ Ամերիկային հարմարվելու փուլի մեջ եք, քան թե այն որ Հայաստանը կարոտելու փուլի մեջ։ Չէ՞։ Ոչ, դա այդպես չէ։ Հիմնականում դեպքերի մեծամասնությունում ովքեր որ տեղափոխվում են Ամերիկա, հենց հաջորդ տարի հապճեպ գնում են Հայաստան։ Այդ կարոտը երբ որ խեղդում է, հենց սկզբնական հատվածում է խեղդում։ Շատ գիտեմ այդպիսի ընտանիքներ։
գնում են հաջորդ տարի նոր մի քիչ ավելի հանգստացած վերադառնում են նորից Ամերիկա։ Բայց ես կարծում եմ, մարդը պետք է ապրի այնտեղ, որտեղ իրեն լավ է զգում։ Ես Ամերիկայում գիտեմ շատ մարդկանց եւ շատ ընտանիքներ, որ ապրում են Հայաստանով, անդադար լուրեր են նայում, հաղորդումներ Հայաստանի մասին, ուշքում միտքը իրենց տունն է։ Եվ ինձ համար օրինակ դա է շատ սխալ, դա չգիտեմ ինչ բառ ասեմ, մաքսիմալ տարօրինակ է, որ դու ունես մի կյանք, դու ունես քո տունը, քո հայրենիքը, քո սերը, բայց ապրում ես ուրիշ տեղ, նորմալ չէ դա։ Դե դուք մասնագիտորեն եք նայում հարցին, դրա համար ճիշտ եք կարողանում մասնագիտորեն կասեմ, մասնագիտորեն կարծում եմ ինչ որ այնպիսի հակակշիռ կա, որ ծածկում է այդ սերը, այդ հայրենասիրությունը, գնալը եւ այլն, ինչ որ ուրեմն հակակշիռ կա։ Ընդհանուր առմամբ ԱՄՆ-ից ինչը կտեղափոխեիք Հայաստան, այն որ գիտեք, որ այդ մի բանը, որ Հայաստանում լիներ, շատ բան կփոխվեր դեպի լավը Հայաստանում։ Կրթական համակարգը։ Այո, եւ սովորելը ընդհանուր։ Սովորելը, վերաբերմունքը, գնահատելու ձևը, շփվելու ձևը, այդ ամենը ես կտեղափոխեի Հայաստան եւ Հայաստանը շատ կշահեր դրանից։ Կտեղափոխեի լիցենզիաներ հանելու ձևը։ Տարբեր բնակավարներում ապահովագրական կլինի, կամ եթե ուզում ես տների առք ու վաճառքով զբաղվես, կամ իմ նման մանկապարտեզ ունենաս, կամ ինչ ունենաս, բիզնես, եթե դու ուզում ես լիցենզիա ունենալ, այստեղ կան հստակ, կոնկրետ մի քանի ժամանոց կամ ավել, նայած որ բնակավարն է, պարապմունքներ, օնլայն, օֆլայն դասընթացներ, որ դու բարեհաջող կարող ես ավարտել եւ ունենալ քո լիցենզիան։ Իսկ Հայաստանում? Հայաստանում ես գիտեմ, որ դա շատ երկար եւ տանջալից process է։ Ես այդպես գիտեմ, շատ երկար է։ Խառնում են ծանոթներ, մարդիկ, գումար, ինչ որ հնարավոր է խառնել։ Այ դա ես կվերացնեի եւ այստեղի համակարգը եւ մշակույթը կտեղափոխեի սիրով Հայաստան։ Ուղղակի կբարգավաճեր Հայաստանը։ Դե հուսանք կգա օրերից մի օր, որ մենք էլ այդպես կլինենք։ Միգուցե, չգիտեմ, երևի ծերուններ պիտի փոխվեն։ Մեր մտածելակերպը մինչև փոխվի։ Լավ, եկեք, այն որ գիտենք, որ իդեալական ոչ մի բան չկա, ես էլ եմ հասկանում, որ ճիշտ է, ԱՄՆ-ն շատ զարգացած է, ձեր համար շատ լավն է, բայց մեդալի հակառակ կողմն էլ կա, չէ՞, հաստատ բացասական երևույթներ էլ կա այդտեղ։ Այո։ Հա, կթվարկեք որոշները։ Իհարկե կթվարկեմ եւ անգամ համեմատության կարգով կասեմ, որ պարզ լինի։ Հայաստանում մեծամասնությամբ բազմաթիվ տեղեր եւ մարզերում եւ Երևանում դու կարող ես յուրաքանչյուր ժամի դուրս գալ փողոց, ազատ քայլել, զբոսնել եւ այլն, հանգիստ լինել։ Քո կյանքի եւ անվտանգության համար։ Բոլորս գիտենք, որ դա այդպես է եւ դա Հայաստանի ամենամեծ պլյուսն է, որպես աշխարհի ամենաապահով երկրներից մեկը։ Այդտեղ Ամերիկայում կան թաղամասեր, քաղաքներ, փողոցներ, նահանգներ, որտեղ դու լավ կլինի մենակ դուրս չգաս։ Լավ կլինի երեկոյան շատ ուշ ժամի չլինես փողոցում։ Կան փողոցներ, որտեղ շատ են հոմլեսները, այսինքն անտուն մարդիկ, որոնք իհարկե կամ հոգեկան խնդիրներ ունեցող մարդիկ են, կամ թմրամոլ են, իրենք ունեն շատ լուրջ կախվածություններ։ Երբեք չես իմանա այդ մարդու մտքին ինչ կփչի, ինքը ինչ ագրեսիվ վարք դրսևորի այդ պահին։ Ես նախընտրում եմ ուղղակի հեռու մնալ, այդ փողոցներից հեռու մնալ, այդ մարդկանցից հեռու մնալ, չհայտնվել այդ տեղերում, իրենց մոտ չհայտնվել։ Սա է, որ Հայաստանի մեծ պլյուսն է եւ Ամերիկայի մեծ մինուսը։ Ես չեմ կարողանում հասկանալ այն, որ Ամերիկայի ամենախոշոր, ամենագեղեցիկ, ամենակուրորտային քաղաքներում ամենաշատ անտուններն են փողոցներում։
Հետաքրքիր, բայց ինչով է բացատրվում։ Ես չունեմ բացատրություն։ Նույն Գլենդեյլը, որտեղ ապրում են բազմաքանակ հայեր։ Հա։ Չկա անտուն։ Գլենդեյլի իշխանությունը ինքնիշխան որոշել է, որ այստեղ անտուն չի լինելու։ Ոստիկանությունը կհավաքի կտանի, եթե տեսնի։ Ոչ մի վրան Մնացած քաղաքներից։ Մնացած քաղաքներում մանավանդ Լոս Անջելեսը, հենց կոնկրետ Լոս Անջելես, ոչ թե արվարձանները, այլ հենց LA քաղաքը։ Շատ են հոմլեսները։ Սան Ֆրանցիսկոյում անտունները շատ են, ակնհայտորեն թմրամոլ։ Լաս Վեգասում շատ են, գլխավոր փողոցների վրա։ Սան Դիեգոյում էլ եմ հանդիպել, Նյու Յորքում շատ են, հենց փողոցներում, գլխավոր ամենատուրիստական տեղերում։ Ու ես միշտ ապշում եմ, ինչու իրենց չեն տանում այդտեղից, իշխանությունը ինչու իրենց չի տանում։ Ես այդ հարցի պատասխանը չունեմ։ Մանավանդ որ գիտենք, որ մեծ մասը ինչ են։ Պետությունը իրենց ինչ-որ նպաստով, ինչ-որ մի բանով ապահովում է երևի։ Պետությունը ապահովում է իրենց բոլոր պայմանները։ Կա ծրագիր, կոչվում է second chance, երկրորդ հնարավորություն։ Ամեն մարդ իրավունք ունի երկրորդ հնարավորության։ Մարդուն կարող են փողոցից վերցնել, տանել, լողացնել, մազերը կտրել, հարցնել ինչ կրթություն ունի, օգնել, որ ինքը ստանա կրթություն, ապահովել կացարանով։ Բոլոր պայմանները կան, գումար տալ իրեն, եւ հագուստի գումար, եւ սննդի գումար։ Բայց եթե մարդը չի օգտվում այդ բոլոր հնարավորություններից, որ պետությունը պատրաստ է իրեն տալ, դա հենց առաջին նշանն է, որ մարդը ունի հոգեկան խնդիրներ։ Այո, մտավոր զարգացվածության եւ հոգեկան խնդիրներ։ Առողջ չէ այդ մարդը։ Միայն second chance-ը չի, ուրիշ էլի հնարավորություններ կան, ծրագրեր կան, որ կարող են մարդուն օգնել, եթե մարդը եկել է իր մոտ, ասենք չի ստացվել, չի հաջողվել, ընկած է մարդը, պետությունը միշտ ձեռք է մեկնում, ասում է արի ես քեզ օգնեմ, վեր կաց, բարձրացի, մարդը ասում է ոչ, ես ուզում եմ պառկեմ փողոցում։ Հետաքրքիր, բայց իրենց համար թողը ո՞րն է, այսինքն հաստատ կա հոգեբուժարան, որ եթե իրենք վտանգ են սպառնում ուրիշ մարդկանց կյանքին, ավելի լավ չի, ձեր ասած հավաքեն տանեն հոգեբուժարան, թող էլի այնտեղ փողոցում պարկեն։ Ավելի լավ է, բայց չի արվում։ Եվ դա շատ մեծ մինուս է խոշոր քաղաքների համար։ Հա, իհարկե։ Ու մարդկանց համար, որ պետքա կյանքին վտանգ սպառնեն այդ մարդիկ։ Սթրեսի աղբյուր էլի։ Այո։ Ու կան լինում են դեպքեր, որ հարձակվում են մարդկանց վրա։ Եղել են դեպքեր։ Այ դա է, որ ես չեմ հասկանում, չեմ ընդունում, իմ համար նորմալ չէ, անվտանգ չէ։ Դա ամենամեծ մինուսն է։ Դրանից բացի էլի մինուս կա, բայց այ որ ասում են այդտեղի սնունդը այդքան էլ հայ սննդի պես չի, համ չկա, մսի համը չենք զգում, մրգի համը չենք զգում, ձեր համար այդպես է։ Նման բան չկա։ Հա։ Նման բան չկա։ Սննդին հաճախ անուն են դնում այն մարդիկ, ովքեր ստրեսի մեջ են, տագնապային են, նևրոզ ունեն, իրանք մարսողության խնդիր ունեն ուղղակի։ Ստրեսը արտահայտեցիք։ Ստրեսը ամենաառաջինը հարվածում է աղիներին։ Մարդուն թվում է, թե ուտելիքը լավը չի, բայց խնդիրը իր մեջ է։ Այսքանը։ Շատ հետաքրքիր բան ասեցիք։ Մարդիկ ասում են, ես երբ որ նոր էի եկել, ինձ մոտ փսխում էր տեղի ունենում։ Ես չէի կարողանում ընդունել սնունդ ու մարսվել, այստեղի սնունդից է, այստեղի ջրից է։ Բայց տարիներ հետո այդ նույն մարդը կարգավորվում է։ Ուրեմն իր հոգեկան աշխարհում ինչ-որ բան կատարվեց եւ իր աղիքների աշխատանքը կարգավորվեց։ Այո։ Այս այ հոգեբանությունը։ Հա, ես միանգամից հասկացա, որ դուք արդեն սլաքներով տարել կպսրել եք իրար, էլի։ Այո։ Պսիխոսոմատիկա։ Հա, որ ասում են հայկական ծիրանը կամ չգիտեմ, իրոք ոչ մի տարբերություն չեք զգում։ Կա, տարբերություն կա։ Հա, չէ, տարբերություն կա։ Սորտային տարբերություն է։ Այստեղ էլ կա ծիրան, այնտեղ էլ կա ծիրան, բայց կա սորտային տարբերություն։ Մենակ Հայաստանում երկուս, եթե ոչ ավել սորտի ծիրաններ կան։
Ամեն մարդ պետք է հասկանա որն է իրեն հոգեհարազատ։ Օրինակ, նայեք, այսպեսի համեմատություն, մի ընտանիքում ենք ապրում, ես էլ ամուսինս էլ միևնույն ընտանիքում։ Ինձ համար ծիրանը ծիրան է, թող որ լինի, ծիրանը ծիրան է, ես օքեյ եմ, ամենակեր եմ եւ այլն։ Իսկ իմ ամուսինը Հայաստանից ծիրանի տնկի է ուզել, որ տնկի այստեղ հողի մեջ եւ ունենա կոնկրետ այդ սորտը, որը որ Հայաստանում է աճում։ Այսինքն ինչ որ տարբերություն կա, ուրեմն մարդիկ զգում են այդ սորտային տարբերությունը։ Մնացած մրգերի մեջ չեմ զգացել տարբերություն, դե որովհետեւ ծիրանը մի քիչ սպეციფիկ է, մեր հայկականն է ամեն դեպքում։ Այնտեղ ծիրանը չի աճում, մենք դա գիտենք։ Մնացածը չէ, տարբերություն չեմ տեսնում։ Միսը մծամթերքը ես նախընտրում եմ գնել մեր հայ վաճառողներից։ Մի քանի տեղ փորձել եմ, ճիշտ ասած, խոհանոցը իմ թերապիան է։ Ամեն հոգեբան ունի ինքն իր թերապիան, իմ թերապիան խոհանոցն է։ Ես սիրում եմ գտնվել, պատրաստել եւ այլն։ Ու ինձ պետք է միայն միսը եփել։ Ջրից ամեն ինչ կհասկանամ այդ մսի մասին։ Ամեն ինչ։ Ու ես գիտեմ որտեղից գնեմ, որտեղ են այդ մարդիկ, ով կարող են ինձ ազնվորեն վաճառել, որովհետեւ նորից եմ ասում, ես մանկապարտեզի համար եմ պատրաստում։ Իմ պատասխանատվությունը այո, այո։ Մրգերի նախընտրում եմ օրգանիկ, օրգանական, նույնը բանջարեղենները։ Այդպես։ Առանձնապես տարբերություն չեմ տեսնում։ Նույնը հատիկավորները, աշխատում եմ ամեն ինչ լինի օրգանական, ցանկալի է վրան գրված եւ այլն։ Ուղղակի ես գիտեմ բոլոր կոդերը։ Եթե վրան կոդ է գրված, ես այդ բոլոր կոդերը գիտեմ ինչ են նշանակում, որը ինչպես է աճեցվել, այդ հողը ինչով է սնուցվել։ Ու կոնկրետ կոդերով մթերքներ կան, որ ես պարզապես չեմ մտցնի մանկապարտեզ։ Հա, լավ ուսումնասիրել եք, էլի։ Այո։ Այո, լավ ուսումնասիրել։ Բոլոր մանկապարտեզների տնօրենները հենց այդ բոլոր չափանիշները պետքա իմանան ու օգտագործեն, թե ուղղակի որպես մարդ դուք գտնում եք, որ ես եթե վերցրել եմ այս պատասխանատու գործը, ուրեմն 100%-անոց պետքա այդ ամեն ինչը ապահովեմ։ Ես որպես ոնց են էլի վերաբերվում։ Չէ, ես կարծում եմ այսպես, ամեն մեկը իր համար կարող է որոշել ինչ սնունդ տալ։ Հա։ Օրինակ նագետներ, սառեցրած նագետներ տաքացնել տալ երեխաներին շատ պարտեզներում նորմալ է։ Բայց ես կարծում եմ, եթե ես մանկավարժ եմ, ու եթե ես ուզում եմ հասարակությանը ներկայանալ որպես կիրթ մանկավարժ, ուրեմն այս բնագավառն էլ ես պետք է ուսումնասիրած լինեմ եւ լավը գործածեմ իմ գործունեության մեջ։ Ես ուղղակի այդպես եմ կարծում, եթե դու կիրթ ես, բարի եղիր, ավելի կրթվիր, որպեսզի տաս որակ։ Հետո այդ ձևը արդեն ավելի շատ ձեզ կվստահեն, էլի։ Ոնց դուք գաք հենց։ Այո, հենց այդպես է։ Վստահում են։ Ինչ-ինչ, բայց ծնողների վստահությանը արժանացել ենք։ Հիանալի։ Այվար ասացիք, ձեր ամուսինը ծիրանի տնկի է ուզել։ Այսինքն այդ մի բանը կարոտել է ու այն ժամանակ որ ասում եք ձեր ամուսինը մի քանի տարի շարունակ անդադ green card էր ուզում որ շահեր որ տեղա փոխվեիք։ Հիմա ինքը ի՞նչն է կարոտում Հայաստանից կամ մի բան կամ եղել է ինչ որ մի բան ինքն էլ չէ։ Ինձ նման առաջին հայացքից անհույս սիրահարված մարդ։ Հիանալի է։ Դրա համար հանգիստ ապրում եք։ Լավ է որ այո համընկել են մեր դիրքորոշումները, որովհետև ես գիտեմ բազմաթիվ ընտանիքներ, որ այդ հողի վրա փլուզվել են։ Այդ փորձությանը ընտանիքը չի դիմացել։ Մեկը ձգտում է մի երկիր, մյուսը ձգտում է մյուս երկիր, մեկը այստեղ է դաստիարակվել, մեծացել, մյուսը ասում է, չէ, իմ Հայաստանը, իմ հողն ու ջուրը, կամ մտածելակերպի տարբերությունները։ Օրինակ, եթե ամուսինը Հայաստանից է եւ սովոր է այդ շատ խիստ հայրիշխանությանը, իսկ ինը այստեղ է մեծացել եւ գիտի որ մարդը մարդ է եւ յուրաքանչյուր մարդ արժանի է հարգանքի։ Հարցը ազատը չի, հարցը այդ մինիմալ հարգանքն է, որ դու ուղղակի մարդ ես եւ միայն դրանով արդեն դու արժանի ես հարգանքի։ Այստեղ կարող է լինել բախում։ Այսինքն այն տղամարդը մտածում է, որ ես պիտի լինեմ առաջնային դերում, դու մի փոքր ավելի ծառայողի դերում, սպասարկողի դերում, անգամ եթե դու կգաս կաշխատես, քո գումարը կունենաս, կապ չունի։ Եվ այստեղ հնարավոր է լինեն տարաձայնություններ կապված դիրքորոշումների հետ։
Հա, Ինձ շատ է պատահում, որ այդ պատճառով ընտանիքներ են փլուզվում։ հա, ցավոք։ Այո, իհարկե, ցավոք։ Ահա։ Եկեք ճամփորդություններից խոսենք։ Կատարել եք ճամփորդություններ։ Այո, մենք հաճախ ենք ճամփորդում, մենք Ահա։ սուպեր ճամփորդող ընտանիք ենք։ ԱՄՆ-ի Շատ ներսում թե տարբեր ԱՄՆ-ից տեղերում, դուրս։ ԱՄՆ-ի ներսում։ Հա, Տանում էլ էինք այդպիսին, Հայաստանի բավական հիշարժան վայրեր ենք ճամփորդել, մինչև տեղափոխվելը։ ահա, Այստեղ նույնպես ճամփորդությունները շարունակվում են եւ մի ամբողջ կյանք է պետք, եթե նպատակ ունենաս Ամերիկայի բոլոր հիշարժան վայրերը, բնության պարկերը, այդ ամեն ինչը տեսնելու։ հա, Այստեղի բնությունը անզուգական է, անզուգական։ Ես չգիտեի, որ ես սիրում եմ անապատ հա, կակտուսներով։ Առիթը բաց չեմ թողնում տարին մի քանի անգամ հայտնվել Արիզոնայում, օրինակ։ հմ։ Եթե համեմատենք Հայաստանի տեսարժան վայրերը ու ԱՄՆ-ի, ունենք Հայաստանում այնպիսի վայր, որ ինչքան էլ որ ԱՄՆ-ում դուք գնաք, տեսնեք իրենց այդ տարբեր նահանգներով պատտվեք, բայց Հայաստանի այդ մի վայրը այն որ չէ, ինքը առաջի տեղում է ու վերջ։ Ոչ, Իսկ ներեցեք, ԱՄՆ-ում բայց ոչ։ ո՞րն է այդ վայրը։ ԱՄՆ-ում շատ կան, օրինակ Grand Canyon-ը, անզուգական վայր է, կամ Յուտայում National Arches, երբ որ բնությունը ավազից ու անձրևից ստեղծել է այսպիսի արկաներ, Հա, հսկայական չափերի, հսկայական ծավալների։ Սա անզուգական է։ Գույնը, այս ժայռերի տեսքը։ Հետո գիտեք, այստեղի բնությունը տարբեր է։ Ամեն նահանգում տարբեր է։ Օվկիանոսի մոտ ուրիշ է, եթե հեռանում ես ուրիշ է, ավելի դեպի Չիկագո, դեպի Նյու Յորք նահանգներում կամ DC-ում, որտեղ որ սպիտակ տունն է, նախագահն է, վստահ եմ շատերը կիմանան, այդտեղ ավելի կանաչ է։ հա, Անտառներն խնամված։ են ավելի շատ, անտառներն են ավելի շատ։ Հա, հա, Մեզ մոտ, որտեղ որ այս Կալիֆոռնիան է, Հայաշատ է եւ այլն, մի քիչ ավելի չոր է, մի քիչ ավելի անապատային է։ Բայց ես հա, սա եմ սիրում, ըհը, այս մասն եմ սիրում, ըհը։ Այ, հարավային մասերը։ ըհը, այլ երկրներ փորձել եք ճամփորդեք, ոչ թե Հայաստանից ու հենց երկու երկրներից դուրս, այսպես ասեմ, էլի։ Եվրոպա կլինի կամ չգիտեմ, այլ երկիր։ Երբ որ Հայաստանում ենք, մենք գնում ենք Վրաստան ու Եգիպտոս, որպես Հա, հանգստի գոտի, հա, որտեղ կա ծով, որտեղ կա ավազ, որտեղ առողջարար է երեխաների եւ մեր համար։ Հիմնականում այդպես է եղել։ Եվրոպական երկրներ ես չեմ հասցրել ճամփորդել եւ հիմա շատ ուրախ եմ, որ մեր հայկական մշակույթում շատ զարգացած է ճամփորդելը, մանավանդ եվրոպական երկրներ եւ տարեստարի ինչքան հասանելի է դա դառնում, դա շատ ուրախալի է, ինձ դա շատ դուր է ըհը, գալիս։ Ես չեմ հասցրել, դեռ Ամերիկայում ենք ճամփորդում, ըհը, միգուցե սկսենք հետագայում նաեւ եվրոպական երկրներ, չգիտեմ։ ըհը, Նայեք, Աստված եթե առաջ։ միտեղ եթե ջուր կա, ես գնում եմ։ Միտեղ եթե ըհը, ջուր չկա, ես չեմ գնում։ Ամեն ինչ շատ պարզ է բոլոր երկրների հետ կապված։ հա, հա, շատ լավ։ Հիմա տալիս եմ իմ վերջին հարցը, Ասիա ջան։ Ես կասեմ նախադասությունը, դուք կշարունակեք ձեր տեսակետով։ Ես իմ Վաու, անուշ Հայաստանի, կոնկրետ դուք ի՞նչն եք սիրում։ Ինձ հետաքրքիր է դուք ինչ եք պատասխանելու այս հարցին։ Ես իմ անուշ Հայաստանի, իմ քիչ լավ հիշողություններն եմ սիրում։ լավ, այն 4 տարի առաջվա։ Ոչ, մի քիչ ավելի առաջվա, Դեպի մանկություն։ որտեղ որ ես հիշում եմ, որտեղ որ ես գնում եի երաժշտական դպրոց եւ երգում էի երգչախմբում։ Դա իմ Հա, լավագույն հիշողությունն է։ Իմ երաժշտական դպրոցը իմ լավագույն հիշողությունն է։ հա, Պարզա։ Շնորհակալություն։ Շատ հետաքրքիր, շատ հաճելի զրույց ունեցանք, Ասիա ջան։ Անչափ շնորհակալ եմ։ Ես նույնպես շատ շնորհակալ եմ հրավերի զրույցի համար։ Ձեզ հետ շատ հաճելի էր Շուշան ջան, շատ հեշտ էր, անմիջական։ Հուսամ մարդիկ Շնորհակալություն։ կլսեն մեր զրույցը եւ ամեն մեկը կունենա որևէ օգտակար քաղելու բան։
Այո, իհարկե։ Այ բայց ես մոռացա ձեզ հարցրեմ, բայց կտամ հենց հիմա, թեկուզ արդեն վերջացրեցի։ Ինչ խորհուրդ կտաք այն մարդուն, ով որ պատրաստվում է Հայաստանից դուրս գա ու տեղափոխվի, ԱՄՆ կլինի թեկուզ ուրիշ երկիր, որ գոնե դուք այդքան հեշտ եք, չէ, հարմարվել, այդ ձեր ներդաշնակությունը կարողացել եք հեշտ գտնել։ Այն որ ասում եք տեղափոխվում են, բայց ուղեղների մեջ անդադ հայրենիքն է, հայրենասիրությունն է, ինչ խորհուրդ կտաք, ինչ որ մի բառ թե մի նախադասություն, որ իրենց համար էլ հեշտ լինի։ Ամեն դեպքում մարդ ես, եթե տեղափոխվել ես, պետք է ոնց ասած թուլանաս ու ապրես այդ տեղի կյանքով, չէ, ոչ թե անդադ հետ նայես, կյանքդ գնում է, բայց ու անդադ ոնց որ լացի մեջ։ Ինչ խորհուրդ կտաք Հրաշալի հարց, Ուշան ջան, հրաշալի հարց։ Եթե ուզեմ մարդը մի հատ նայի իր ներսը։ Եթե ինքը ունի սեր հայրենիքի նկատմամբ, շատ մեծ սեր, իր տան նկատմամբ, հող ու ջուրը, շրջապատ, ընկերներ, աշխատավայր, մեծ սեր, կամ ինքը կզգա, որ ինքը չի կարող ապրել առանց իր ծնողների, կան մարդիկ առանց որոնց ինքը չի կարող ապրել, կամ պատեր առանց որոնց ինքը չի կարող ապրել, ես խորհուրդ կտամ չտեղափոխվել, չգալ։ Դե լավ եկել են արդեն։ Արդեն եկել են, արդեն տեղափոխվել են։ Հա, ենթադրեք եկել են ու այդ մշակութային շոկի մեջ են, որպես մասնագետ, եկեք օգնենք։ Ինչ խորհուրդ կտաք։ Կշռադատել, ինչի համար են եկել։ Եթե կա մի այնպիսի նպատակ, որ իսկապես արժի հանուն դրա զոհել, շատ բան։ Միգուցե արժի մնալ, դա խիստ անհատական է։ Իսկ եթե ոչ, ես կասեի, ուզես վերադարձի, ճիշտ կլինի վերադառնալը։ Բայց դա խիստ անհատական է։ Ես կարծում եմ ամեն մարդ պետք է ապրի այնտեղ, որտեղ իրեն լավ է զգում։ Բայց մենք գիտենք, որ կյանքը սև ու սպիտակ չէ։ Եվ մարդիկ ունեն երեխաներ, մարդիկ մտածում են ապագայի մասին, մտքի մեջ կերտում են իրենց ապագան, ոնց անեն, որ լավ լինի։ Մենք չգիտենք ոնց կլինի, բայց մտածում ենք, չէ, ոնց անենք, որ լավ լինի։ Եթե կա ավելի մեծ նպատակ, միգուցե արժի, որ այդ մարդը զոհի իրեն։ Դիմանալ։ Բայց ես կխնդրեի շատ խորը մտածել։ Եթե պիտի տանջվեք, տառապեք, մի տեղափոխվեք կամ էլ վերադարձեք։ Ես այդպես եմ կարծում։ Դե ինչ, շնորհակալություն։ Իրոք ես վերջի ձեր խորհուրդների համար շատ շնորհակալ եմ։ Հուսամ մեր լսարանին օգտակար կլինի, որ վերջնական ծանր ու թեթև լավ կանեն, հետո կորոշեն, կհասկանան իրենց ինչա պետք, իրենց բանաձևը կգտնեն։ Որովհետև սկզբի իմ զրույցը որ լսեն, կմտածեն, թե բոլորի համար է հիանալի, բոլորի համար է հեշտ, ամեն ինչ շատ լավ է, բայց ես գիտեմ, որ բոլորը իմ նման չեն։ Ես իմ բնավորությունը, ես գիտեմ, որ ես մրջյունի նման եմ, ինձ որտեղ գցեն, ես ստեղծելու եմ։ Որովհետև երբ որ բոլորը խոսում են, ես աշխատում եմ, երբ որ բոլորը բողոքում են, ես աշխատում եմ, երբ որ բոլորը նստած են, ես միևնույն է գործ եմ անում։ Ու ես գիտեմ, որ բոլորը իմ նման չեն, եւ այդպես եղել է նաեւ Հայաստանում։ Երբ որ բոլորը բամբասում էին, ես գործ էի անում։ Այդպիսի մարդկանց մոտ կարող է ստացվել։ Ու ամեն ինչ դա հեշտ լինում։ Իսկ եթե այդ ուժը չկա, որ անկախ ամեն ինչի դու զբաղվես քո գործով, այդ դեպքում շատ դժվար կլինի։ Եվ մարդու կախվածությունները մարդկանցից։ Որ թողել գնալ, հետո այսպես միանալ ու լացել, ինչու, մի կյանք ենք ապրում։ Շատ ճիշտ եք, շատ հետաքրքիր տեսակետ, որը ցանկալի է ունենան շատերը։ Այո, մտածեն, լավ մտածեն, կշռադատեն, ինչ-որ բան անելուց առաջ։ Հաշվարկեն հետևանքները։ Այո, շատ շնորհակալ եմ, Ասիա ջան, շնորհակալություն և հաջողություն ձեզ։ Այսպիսի կարևոր գործ եք անում։ Հաջողություն ձեզ։ Տեսություն։